Նա ուներ այն ամենը, ինչ կարելի էր գնել փողով, բայց ապրում էր լռությամբ շրջապատված։ Մինչ որ մի անծանոթ երեխայի գրած նամակը նրան լիովին զինաթափեց։ Եվ այսպես, բանականությամբ կառուցված կայսրությունը սկսեց փլուզվել ամենապարզ ու հզոր խնդրանքի առաջ՝ մի հայր, որը կմնա։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Արմեն Պետրոսյանն իր ամբողջ կյանքը կառուցել էր մեկ համոզմունքի վրա՝ հաջողությունը լավագույն զրահն է ցանկացած ցավի դեմ։ Լինելով 3 սերունդ առաջ Հայաստան տեղափոխված սիրիահայ ավանդական ընտանիքի ժառանգ, նա պապի փոքրիկ ներմուծող ընկերությունը վերածել էր տեխնոլոգիական ներդրումային մի կայսրության, որը գերիշխում էր Երանյան շուկայի մեծ մասում։ Նրա անունը հոմանիշ էր դարձել հաջող գործարքների, ապագայի տեսլականի այնպիսի սառը հաշվարկի, որը տպավորում էր ներդրողներին սարսափեցնում մրցակիցներին։ 42 տարեկանում Արմենը հենց այն էր, ինչ միշտ ծրագրել էր լինել՝ հարուստ, հզոր, հարգված բոլորովին մենակ։ Մենակությունը պատահական չէր։ Դա գիտակցված ընտրություն էր, որը նա աղյուս առ աղյուս կառուցել էր 5 տարի առաջ Անահիտից բաժանվելուց հետո։ Ամուսնությունը կազմակերպել էին ընտանիքները, կարողությունների ազգանունների միություն, որտեղ երբեք տեղ չէր եղել սիրո պես անհարմար մի բանի համար։ Երբ նրանք ստորագրեցին ամուսնալուծության փաստաթղթերը, կարծես մեկ արտրային պայմանագիր փակեցին։ Առանց ճիչերի, առանց արցունքների, միայն թանկարժեք փաստաբաններ ունեցվածքի միլիմետրային բաժանում։ Անահիտին մնաց կենտրոնում գտնվող տունը, իսկ Արմենն ընտրեց ապակուց պողպատից մի ձեղնահարկ կենտրոնի նորակառույց թաղամասում, մի բնակարան, որն ավելի շատ ժամանակակից ճարտարապետության ցուցադրություն էր հիշեցնում, քան ապրելու վայր։ 3 հարկ անթերի շքեղություն, քաղաքի համայնապատկերային տեսարան, եվրոպական դիզայներական կահույք, այնպիսի խորը լռություն, որ երբեմն Արմենին թվում էր, թե կարող է լսել սեփական սրտի զարկերը, մեխանիկական ու հեռու, ինչպես դարակում մոռացված թանկարժեք ժամացույցը։ Արմենի կյանքը բաղկացած էր թվերից, գրաֆիկներից, օթորակվող սենյակներում հանդիպումներից, միջազգային ուղղություններից։ Նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում օդանավակայաններում, քան տանը, ավելի շատ ժամեր գրասենյակում, քան աշխարհի որևէ այլ վայրում։ Նրա օրերը սկսվում էին առավոտյան ժամը 5-ին, զբոսայգում միայնակ վազքով, որին հաջորդում էին թունծ սուրճը, շտապ նամակները, զանգերը Հոնկոնգ, Նյու Յորք, Դուբայ։ Նա սահուն խոսում էր 4 լեզվով, բայց տարիներ շարունակ չէր կարողացել զրույց վարել, որը չէր առնչվի շահույթին, շուկայական ռազմավարություններին կամ եռամսյակային կանխատեսումներին։ Քնքշություն բառը մնացել էր մանկության մի անկյունում, խիստ հոր հիշողության հետ, որը երբեք ջերմություն չէր ցուցաբերել, մոր, որը շատ շուտ էր հեռացել, տարված արագ ու դաժան հիվանդությամբ, որի անունն ընտանիքը նախընտրում էր չտալ։ Այդ ամանորյա գիշերը, երբ Երանը փայլում էր տոնական լույսերով, հանրապետության հրապարակը վերածվել էր գույների ու ձայների պայթյունի, Արմենն այնտեղ էր, որտեղ եղել էր վերջին տասնամյակներում, գրասենյակում։ Կենտրոնի գործարար թաղամասի հայելապատ շենքը դատարկ էր, ամբողջ հարկը վերապահված էր նրան մի քանի աշխատակիցների, ովքեր, Արմենի նման, նախընտրում էին աշխատել, քան տոնել։ Ներկրված կարմիր փայտից սեղանին, շրջապատված համակարգչի էկրաններով, կաշվե կազմերով, հաշվետվություններով, նա վերանայում էր տարվա արդյունքները։ Ընկերությունն աճել էր 30%-ով, կարողությունը կրկնապատկվել էր, 3 նոր ներդրումային հիմնադրամ պատրաստ էր գործարկման առաջին եռամսյակում։ Թղթի վրա դա Արմեն Պետրոսյանի կյանքի լավագույն տարին էր։ Իրականում, երբ նա համայնապատկերային պատուհանից նայում էր ներքում լուսավորված քաղաքին, այնպիսի մեծ դատարկություն էր զգում, որ թվում էր, թե այն կարող է կուլ տալ այդ ամբողջ հաջողությունն առանց հետք թողնելու։ Հենց այդ պահին նրա սեղանի կենտրոնում հայտնվեց մի ճմրթված ծրար։ Շքեղ ընդունելությունների հրավերների, միլիոնավոր դրամների պայմանագրերի գաղտնի փաստաթղթերի մեջ այդ պարզ թուղթը, որի վրա մատիտով ձեռքով նկարված տոնածառ կար, բոլորովին անտեղի էր թվում։ Հասցեատերը գրված էր մանկական, դողացող, բայց ջանասեր ձեռագրով, ձմեռ պապին։ Արմենը շուրջը նայեց, փնտրելով որևէ աշխատակցի, որը կարող էր սխալմամբ դա այնտեղ թողած լինել, բայց հարկը լուռ էր, միայն օթորակիչի խուլ բզզոցն ու համակարգչի էկրանների կապտավուն փայլը։ Դրդված մի հետաքրքրասիրությունից, որը վաղուց չէր զգացել, նա վերցրեց ծրարը, զգուշությամբ բացեց այն։ Ներսում տետրի թերթիկ էր, կարմիր լուսանցքներով, կապույտ գծերով, շտապ պոկված, քանի որ եզրն անհարթ էր։ Ձեռագիրը մանկական էր, որոշ բառեր ավելի ուժեղ էին գրված, մյուսները՝ գրեթե ջնջված, կարծես փոքրիկ ձեռքը ճանապարհին հոգնել էր։
Արմենը սկսեց կարդալ, յուրաքանչյուր տողի հետ զգաց, թե ինչպես է մի տարօրինակ բան տեղի ունենում իր կրծքում, կարծես վաղուց փակված մի դուռ սկսում էր ճռճռալ, անտեսանելի ձեռքով բացվելով։ Սիրելի ձմեռ պապ, իմ անունը Նարե է, ես 7 տարեկան եմ։ Ընկեր ուսուցիչն ասաց, որ կարող եմ քեզ նամակ գրել, ուստի գրում եմ։ Ես չեմ ուզում խաղալիք, շոր կամ քաղցրավենիք խնդրել, որովհետև մայրիկս միշտ ասում է, որ մենք պետք է շնորհակալ լինենք նրա համար, ինչ ունենք, իսկ մենք բավականին շատ բան ունենք։ Մայրիկս շատ է աշխատում, նա ուսուցչուհի է, երբեմն տուն է գալիս հոգնած, ու ես նրա համար թեյ եմ պատրաստում։ Մենք ապրում ենք փոքրիկ բնակարանում, բայց այն լավն է, նույնիսկ պատշգամբ ունի, որտեղ Ռեհան ու Նանա ենք աճեցնում։ Դպրոցում աղջիկները խոսում են իրենց հայրիկների մասին, հայրիկի, որը նրանց զբոսայգի է տանում, հայրիկի, որը գնդակ է խաղում, հայրիկի, որը քնելուց առաջ հեքիաթ է կարդում։ Ես հայրիկ չունեմ։ Նա գնացել է, երբ ես դեռ չէի ծնվել, երբեք չի ուզեցել ինձ ճանաչել։ Մայրիկս շատ չի խոսում այդ մասին, բայց ես գիտեմ, որ նա տխրում է։ Այնպես որ, ես ուզում էի քեզնից մի ուրիշ բան խնդրել։ Ես ուզում էի հայրիկ խնդրել։ Պարտադիր չէ, որ նա կատարյալ լինի, պարտադիր չէ, որ հարուստ լինի, պարզապես պետք է մեկը լինի, որ մեզ սիրի մնա։ Որ չգնա։ Մայրիկս էլ է արժանի մեկին, որ հոգ տանի նրա մասին, որովհետև նա բոլորի մասին հոգ է տանում, բայց ոչ ոք նրա մասին հոգ չի տանում։ Սա է ամենը, ինչ ես ուզում եմ, ձմեռ պապ։ Մի հայրիկ, որը կմնա։ Սիրով, Նարե։ Նամակի վերջում նկար կար, 3 ձողիկ մարդուկ։ Երկար մազերով մի կին, գլխին ժապավենով մի փոքրիկ աղջիկ, կողքին դատարկ տարածություն, նշված միայն հարցական նշանով, որն այնքան ուժեղ էր նկարված, որ գրեթե պատռել էր թուղթը։ Արմենը նամակը կարդաց 2, հետո 3 անգամ։ Յուրաքանչյուր բառը կարծես քար լիներ, որը նետվել էր նրա կյանքի անշարժ լիճը, ստեղծելով ալիքներ, որոնք ընդարձակվում էին ավելի ու ավելի մեծ շրջանակներով։ Նա փորձեց իրեն համոզել, որ դա իր գործը չէ, որ դա պարզապես մոլորված նամակ է, որը սխալ տեղ է հասել, որ ինքն աշխատանք ունի անելու, պայմանագրեր վերանայելու, որոշումներ կայացնելու։ Բայց չկարողացավ։ Այդ աղջկա պատկերը, որին երբեք չէր տեսել, որը դողացող ձեռագրով գրել էր այդքան պարզ, այդքան անհնարին խնդրանք, դուրս չէր գալիս մտքից։ Մի հայրիկ, որը կմնա։ 4 բառ, որոնք ինչ-որ կերպ անցան բոլոր այն պաշտպանական պատնեշները, որոնք Արմենը կառուցել էր տասնամյակների ընթացքում։ Նա նամակը դրեց դարակը, փորձեց վերադառնալ աշխատանքին, բայց էկրանի թվերն այլս իմաստ չունեին։ Առավոտյան ժամը 2-ին հանձնվեց, գնաց տուն։ Հանգստյան օրերն անցկացրեց, փորձելով շեղվել։ Սերիալներ դիտեց, որոնց չկարողացավ հետել, հավելվածով թանկարժեք ուտելիք պատվիրեց, որին հազիվ կպավ, երկար վազեց հաղթանակի զբոսայգում, մինչ ոտքերը ցավեցին։ Բայց նամակը համառ արձագանքի պես վերադառնում էր մտքին։ Տարիների ընթացքում առաջին անգամ Արմեն Պետրոսյանը չէր կարողանում վերահսկել իր զգացմունքները։ Նրա ներսում ինչ-որ բան էր աճում, անհանգստության, մեղքի զգացումի, հետաքրքրասիրության մի խորը ու սարսափելի ցանկության տարօրինակ խառնուրդ, անել ինչ-որ տարբեր բան, լինել ինչ-որ տարբեր մեկը։ Երկուշաբթի, երբ վերադարձավ գրասենյակ, Արմենն արեց մի բան, որը երբեք չէր արել։ Կանչեց Գայանեին, իր քարտուղարուհուն, մի զրույցի, որը ոչ մի կապ չուներ աշխատանքի հետ։ Գայանե Հովհաննիսյանը 15 տարի աշխատում էր նրա հետ, մանրակրկիտ մասնագետ, որն Արմենի առօրյան ավելի լավ գիտեր, քան ինքը Արմենը, որը նրա կյանքը կազմակերպում էր շվեյցարական ժամագործի ճշգրտությամբ, որը գիտեր, թե երբ է նրան սուրճ պետք, երբ է նյարդայնացած որևէ բանակցությունից, երբ է ուզում մենակ մնալ։ Նա գրասենյակի միակ մարդն էր, որը չէր վախենում նրանից, գուցե հենց այդ պատճառով էլ միակ մարդն էր, ում նա իսկապես վստահում էր։ Երբ Արմենը նամակը դրեց սեղանին, նրանց միջ, Գայանեն գունատվեց։ Նրա ձեռքերը, որոնք միշտ այնքան ամուր էին փաստաթղթեր դասավորելիս հեռախոսազանգերին պատասխանելիս, թեթակի դողացին, երբ վերցրեց թուղթը։ Նա լուր կարդաց, Արմենը տեսավ այն ճշգրիտ պահը, երբ նրա դեմքը փոխվեց, երբ իրավասու մասնագետը տեղը զիջեց անհանգիստ մորաքրոջը։ Սա իմ զարմուհին է, ասաց Գայանեն ցածր ձայնով։ Նարեն։ Ես չգիտեի, որ նա սա գրել է։ Երի դրել է այն թղթերի մեջ, որոնք ուրբաթ երեկոյան բերել էի դասավորելու, երբ քույրս խնդրեց, որ նրան դպրոցից վերցնեմ, քանի որ մինչ ուշ ժողով ուներ։ Շատ եմ ցավում, պարոն Պետրոսյան։ Ես սա կտանեմ, չպետք է այստեղ հայտնվեր։ Բայց Արմենը ձեռքը բարձրացրեց, ընդհատելով. Պետք չէ ներողություն խնդրել, Գայանե։
Իրականում, ես ուզում էի մի բան հարցնել. այդ աղջիկը, Նարեն, նրա մայրը, ես կարող եմ նրանց հետ ծանոթանալ։ Հաջորդած լռությունը երկար ու ծանր էր։ Գայանեն նայեց իր ղեկավարին, կարծես երբեք նրան չէր տեսել, փորձելով հասկանալ, թե ինչ կա այդ հարցի հետում։ Արմենը ճանաչում էր այդ հայացքը։ Դա նույն հայացքն էր, որ Գայանեն ուներ, երբ վերլուծում էր կասկածելի գործարար առաջարկները, փնտրելով թակարդը, թաքնված շահը, ռազմավարական քայլը։ Միայն թե այս անգամ ոչ մի ռազմավարություն չկար։ Կար միայն 42 տարեկան մի տղամարդ, որը սրտի շուրջ ամրոց էր կառուցել մանկական ձեռագրով գրված նամակի պատճառով տասնամյակների ընթացքում առաջին անգամ մտածում էր պատերը քանդելու հնարավորության մասին։ Ինչու՞, պարոն Պետրոսյան, հարցրեց Գայանեն, ձայնի մեջ հետաքրքրասիրությունից ավելին կար։ Կար պաշտպանություն, հոգատարություն, այն մարդու զգուշավորությունը, որը գիտի, թե որքան կարող է ցավեցնել չկատարված խոստումը։ Ինչու եք ուզում ծանոթանալ իմ զարմուհու քրոջս հետ։ Արմենը նայեց պատուհանից դուրս քաղաքին, որին իշխում էր իր ապակե շենքի բարձունքից, երկար ժամանակ անց առաջին անգամ լիովին անկեղծ էր։ Որովհետև այս նամակն ինձ ստիպեց մի բան հասկանալ, Գայանե։ Ես ամբողջ կյանքս կայսրություն եմ կառուցել, փող եմ կուտակել, գործարքներ եմ կնքել, ապացուցելով, որ ուժեղ եմ ու անկախ։ Եվ հասա այդ ամենին։ Բայց երբ կարդացի, թե ինչ է գրել այս աղջիկը, երբ տեսա վերջում նկարը, հասկացա, որ այս ամբողջ հաջողությունը ոչինչ չարժե, եթե կիսելու մարդ չկա։ Ես չգիտեմ, թե ինչ եմ անում, չգիտեմ, սա իմաստ ունի, թե ոչ, բայց գիտեմ, որ պետք է ծանոթանամ նրան, ով գրել է այս բառերը։ Պետք է հասկանամ, թե ինչ է սա, որ նա խնդրում է, այն սիրո տեսակը, որը ես երբեք չեմ ունեցել, երբեք չեմ տվել։ Գայանեն երկար լուռ մնաց։ Արմենը կարող էր տեսնել նրա դեմքի կոնֆլիկտը, պայքարը հավատարմության միջ իր հարգած ղեկավարի ընտանիքը պաշտպանելու բնազդի միջ։ Վերջապես, նա խորը շունչ քաշեց։ Քրոջս անունը Մարինե է։ Նա նախակրթարանի ուսուցչուհի է Նոր Նորքի հանրակրթական դպրոցում։ Նարեին միայնակ է մեծացնում այն օրվանից, երբ իմացել է, որ հղի է, աղջկա հայրն անհետացել է, ասելով, որ պատասխանատվություն չի ուզում, որ իր ծրագրերի մեջ երեխա ունենալը չի մտնում։ Նա ամբողջ հղիությունն անցկացրել է միայնակ, աշխատել է մինչ վերջին օրը, վերադարձել է ծննդաբերությունից 3 ամիս անց, որովհետև աշխատավարձի կարիք ուներ։ Նա ուժեղ կին է, պարոն Պետրոսյան, բայց խորը վերքեր ունի։ Հեշտությամբ չի վստահում տղամարդկանց, այն ամենից հետո, ինչի միջով անցել է։ Իսկ Նարեն, իմ զարմուհին, Մարինեի համար աշխարհի ամենաթանկ բանն է։ Եթե ուզում եք նրանց հետ ծանոթանալ, պետք է պայմաններով լինի։ Ինչ պայմաններ, հարցրեց Արմենը, առաջ թեքվելով։ Գայանեն ուղիղ նայեց նրա աչքերին, Արմենն այնտեղ տեսավ մի վճռականություն, որը հազվադեպ էր հայտնվում մասնագիտական միջավայրում։ Առաջին, սա չի կարող բարեգործություն լինել։ Ոչ մի թանկարժեք նվերներով հայտնվել, ոչ մի փորձ նրանց կյանքը փողով լուծելու։ Երկրորդ, չի կարելի խոստումներ տալ, որոնք չեք կատարելու։ Նարեն երեխա է, նա արագ կկապվի, եթե դուք հայտնվեք հետաքրքրություն ցուցաբերեք։ Եթե որե պահի հոգնեք, եթե պարզեք, որ սա ընդամենը անցողիկ հետաքրքրասիրություն էր կամ ամանորյա պոռթկում, պետք է դուրս գաք նրանց կյանքից, նախքան սպասելիքներ ստեղծելը։ Երրորդ, եթե որե պահի Մարինեն զգա, որ ինչ-որ բան այն չէ, որ ձեր մտադրություններն անկեղծ չեն, ամեն ինչ կավարտվի։ Ես թույլ չեմ տա, որ քույրս ու զարմուհիս նորից տուժեն։ Արմենը դանդաղ գլխով արեց։ Ես ընդունում եմ բոլոր պայմանները։ Եվ Գայանե, ես ուզում եմ, որ դու իմանաս, որ վստահ չեմ, թե ինչ եմ անում։ Չգիտեմ, ես ունակ եմ լինել այն, ինչ այս աղջիկն է խնդրում։ Բայց գիտեմ, որ պետք է փորձեմ։ Գայանենս մի քանի վայրկյան ուսումնասիրեց նրա դեմքը, հետո վերցրեց հեռախոսը։ 3 օրից Մարինեի աշխատած դպրոցում ամանորյա միջոցառում է լինելու։ Պարզ տոնակատարություն է, երեխաների ընտանիքների հետ։ Ես կհարցնեմ, թե կարող եմ ընկերոջս հետ գալ։ Ձեզ կներկայացնեմ որպես մեկի, ով ինձ հետ է աշխատում, ոչ ավելին։ Մնացածը ձեզնից է կախված։ Հաջորդ 3 օրերին Արմեն Պետրոսյանը բռնեց իրեն մի բան անելիս, որը բոլորովին դուրս էր իր առօրյայից։ Մտածում էր, թե ինչպես հագնվի հանրակրթական դպրոցի միջոցառման համար։ Նա, ով ուներ իտալական կոստյումներով մետաքսե փողկապներով լի զգեստապահարան, կանգնել էր պահարանի առաջ, չիմանալով ինչ ընտրել։ Չափազանց կոստյում, չափազանց սովորական, չափազանց պաշտոնական, չափազանց անկաշկանդ։
Վերջում ընտրեց մուգ ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ առանց փողկապի թեթ բաճկոն։ Նայեց հայելու մեջ, գրեթե չճանաչեց իրեն։ Առանց կորպորատիվ համազգեստի, առանց իշխանության խորհրդանիշների, նա պարզապես սովորական տղամարդ էր թվում, թեթակի նյարդայնացած, բոլորովին կորած։ Միջոցառման օրը Գայանեն եկավ նրա հետից։ Կենտրոնից մինչ նոր ճանապարհին Արմենը մեքենայի պատուհանից հետում էր, թե ինչպես է փոխվում քաղաքը։ Հայելապատ ժամանակակից շենքերին փոխարինելու եկան ավելի հին շինություններ, ավելի նեղ փողոցներ, թաղային խանութներ, ձեռագիր ցուցանակներով հացի փռեր, մայթերին սեղաններ դրած սրճարաններ։ Դա մի երան էր, որի գոյության մասին Արմենը գիտեր, բայց երբեք իսկապես չէր տեսել, երբեք չէր մտել, երբեք չէր ապրել։ Երբ հասան դպրոց, միահարկ, խունացած տեղին ներկված շենք, բետոնե բակով, որտեղ երեխաներ էին վազվզում, Արմենը զգաց, թե ինչպես մի բան սեղմվեց կրծքում։ Միջոցառումն արդեն սկսվել էր, երբ Արմենն ու Գայանեն մտան կանաչ երկաթե դարպասով։ Բակը զարդարված էր կարմիր, կանաչ ոսկեգույն թղթե շղթաներով, ջաղերին կապված փուչիկներով, պլաստմասե սփռոցով ծածկված երկար սեղանով, որի վրա կուտակված էին տնական թխվածքներ, քաղցրավենիք, 2 լիտրանոց շշերով հյութեր, մեկանգամյա օգտագործման բաժակներ։ Երաժշտություն էր հնչում, ամանորյա երգեր, երեխաները բոբիկ կամ հողաթափերով վազվզում էին բետոնի վրա, մայրերը խմբերով զրուցում էին, ուսուցիչները խաղեր էին կազմակերպում։ Դա պարզ, աղմկոտ, կյանքով լի միջավայր էր, Արմենն իրեն բոլորովին օտար զգաց, ինչպես տիեզերագնաց, որը նոր է վայրեջք կատարել անհայտ մոլորակի վրա։ Գայանեն նրան առաջնորդեց բակով, ողջունելով ծանոթներին, մինչ կանգ առան մի կնոջ մոտ, որը սեղանին ուտելիքի ափսեներ էր դասավորում։ Նա բարձրահասակ էր, նիհար, շագանակագույն մազերը հավաքված բարձր պոչով, հագին, բամբակյա պարզ բլուզ, խունացած ջինսե տաբատ։ Բացի բաց վարդագույն շրթներկից, դիմահարտարում չուներ ուներ այն տեսքը, որը բնորոշ է մշտապես շարժման մեջ գտնվող, միշտ զբաղված, միշտ հազար ու մի բան լուծող մարդկանց։ Երբ Գայանեն նրան կանչեց, նա շրջվեց, Արմենն առաջին անգամ տեսավ Մարինե Սարգսյանի դեմքը։ Դա գեղեցիկ դեմք էր, նուրբ դիմագծերով, բայց նշմարելի հետքերով։ Հայացքում կարծրություն կար, բնական անվստահություն մեկի, ով արդեն վիրավորվել է, սովորել է պաշտպանվել։ Նա Արմենին ողջունեց քաղաքավարի, ամուր արագ ձեռքսեղմումով, բայց հայացքը, որով նայեց Արմենին, զուտ գնահատող էր։ Դա այն գնահատականը չէր, որին նա սովոր էր գործնական հանդիպումներում, այն հայացքը, որը չափում էր իշխանությունը, փողը, ազդեցությունը։ Սա շատ ավելի խորն ու սարսափելի բան էր։ Մարինեն չափում էր նրա բնավորությունը, թերություններ էր փնտրում, փորձում էր պարզել, թե արդյոք նա որը տեսակի սպառնալիք է ներկայացնում։ Մարինե, սա Արմենն է, գրասենյակից գործընկերս։ Այսօր մենակ էր, ես հրավիրեցի դպրոցի միջոցառմանը, ասաց Գայանեն, պայմանավորված սուտը պարզ ու հստակ պահելով։ Հաճելի է, Արմեն, ասաց Մարինեն, ձայնը չեզոք, քաղաքավարի, բայց սառը։ Բարի գալուստ։ Ուտելիքը կարող եք վերցնել, հյութ, զովացուցիչ ըմպելիքներ, նա սուրճ կա, եթե ցանկանաք։ Նախքան Արմենը կկարողանար պատասխանել, մի սուր ձայն կանչեց։ Գայանե, մորաքույր։ Եվ մի փոքրիկ աղջիկ վազելով եկավ, իրեն նետելով քարտուղարուհու գիրկը երջանիկ երեխայի ամբողջ ուժով։ Դա Նարեն էր։ Արմենն անմիջապես ճանաչեց, թե երբեք լուսանկար չէր տեսել։ Նրա էներգիայի մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր այդքան քնքշությամբ գրկում մորաքրոջը, մի բան կար, որը կատարելապես համապատասխանում էր գրասենյակի դարակում պահվող նամակին։ Նարեն 7 տարեկան էր, իր տարիքի համար փոքր, նիհար, բաց շագանակագույն մազերը հավաքված երկու հյուսով, որոնք արդեն մի փոքր քանդվել էին շատ խաղալուց։ Հագին պարզ կարմիր զգեստ էր, հավանաբար հատուկ միջոցառման համար գնված, մի զույգ սպիտակ ռետինե սանդալներ։ Դեմքը կլոր էր, մանկական վարդագույն այտերով, հսկայական շագանակագույն աչքերով, որոնք փայլում էին մաքուր վարակիչ ուրախությամբ։ Երբ Մարինեն նրան կանչեց հյուրին ողջունելու, Նարեն նայեց Արմենին այն դաժան անկեղծությամբ, որը միայն երեխաներն ունեն, առանց ստիճների, առանց դիմակների, պարզապես անկեղծ հետաքրքրասիրությամբ։ Պարոն։ Դուք Գայանե մորաքրոջ ընկերն եք։ Նրա հետ եք աշխատում այն մեծ շենքում, որի ներքի հարկում ակվարիում կա։ Արմենը զգաց, թե ինչպես ժպիտ հայտնվեց դեմքին առանց իր կամքի։ Այո, նրա հետ եմ աշխատում։ Իսկ դու Երի Նարեն ես։ Ինչպես գիտեք իմ անունը։ Գայանե մորաքույր թե պատմել քո մասին, պատասխանեց Արմենը, զգալով, թե ինչպես է Մարինեն հետում յուրաքանչյուր բառին, յուրաքանչյուր ժեստին, ինչպես եք առյուծ, որը հսկում է իր ձագին մոտեցողին։
Նարեն կարծես գոհ մնաց պատասխանից անմիջապես փոխեց թեման այն մանկական ունակությամբ, որով կարողանում են առանց նախազգուշացման մի թեմայից մյուսին անցնել։ Դուք դիտելու եք ներկայացումը։ Մենք 3 երգ ենք երգելու։ Ես մի քիչ նյարդայնացած եմ, որովհետև մոռացել եմ երկրորդ երգի մի մասը, բայց ընկեր ուսուցիչն ասաց, որ եթե մոռանամ, պարզապես մյուս աղջիկների հետ երգեմ։ Դուք սիրում եք երաժշտություն։ Նախքան Արմենը կկարողանար պատասխանել, դպրոցի տնօրենը բոլորին կանչեց գլխավոր բակ, քանի որ ներկայացումը սկսվելու էր։ Մարինեն ձեռքը դրեց Նարեի ուսին, նրան նրբորեն հեռացնելով։ Գնա, սիրելիս։ Դու հիանալի տեսք ունես, ամեն ինչ ճիշտ կանես։ Մայրիկն այստեղ, առաջին շարքում, կդիտի։ Նարեն արագ համբուրեց մոր այտը վազեց միանալու մյուս երեխաներին, որոնք արդեն շարքերով կանգնում էին։ Մարինեն կանգնած մնաց Գայանեի կողքին, Արմենը նկատեց, որ նա գիտակցաբար այնպես էր դիրքավորվել, որ իրենից անվտանգ հեռավորություն պահպանի։ Հաղորդագրությունը պարզ էր։ Դու կարող ես այստեղ լինել, բայց դա չի նշանակում, որ ես քեզ վստահում եմ։ Բակի լույսերը մեղմացվեցին, ինչ-որ մեկը կարգավորեց ձայնը, երեխաները սկսեցին երգել։ Դա պարզ ներկայացում էր, այնպիսին, ինչպիսին տեղի է ունենում հազարավոր հանրակրթական դպրոցներում ամեն տարեվերջին։ Կեղծ ձայներ, ամաչկոտ պարային շարժումներ, որոշ երեխաներ մոռանում էին բառերը, մյուսները նյարդային ծիծաղում էին, ուսուցիչները անկյուններում ժեստերով օգնում էին։ Բայց դրա մեջ մի բան կար, որն այնպես սեղմեց Արմենի կուրծքը, որ նա չէր սպասում։ Գուցե դա Նարեին տեսնելն էր, որն այդքան կենտրոնացած երգում էր, ամուր բռնելով կողքի ընկերուհիների ձեռքերը, ստվարաթղթից պատրաստված ձմեռ պապի գլխարկը սահում էր մի կողմ։ Գուցե դա Մարինեին տեսնելն էր առաջին շարքում, որը հեռախոսով նկարահանում էր, հպարտ ժպտում, զգուշորեն ձեռքի թիկունքով սրբում աչքերը։ Գուցե պարզապես գիտակցումն էր, որ այնտեղ կյանքի, քնքշության, կապի մի ամբողջ տիեզերք էր տեղի ունենում, մի տիեզերք, որից նա միշտ դուրս էր մնացել սեփական ընտրությամբ։ Երբ ներկայացումն ավարտվեց, երեխաները ցրվեցին, վազելով դեպի իրենց ծնողները, Նարեն ուղիղ եկավ Մարինեի մոտ նետվեց նրա գիրկը։ Ստացվեց, մամ։ Ոչ մի մաս չմոռացա։ Դու կատարյալ էիր, սիրելիս։ Մայրիկն այնքան հպարտ է քեզնով, ասաց Մարինեն աղջկան սեղմելով կրծքին, համբուրելով նրա գլուխն այնքան քնքշությամբ, որ Արմենը տարօրինակ ծակոտ զգաց կրծքում, նախանձի հիացմունքի մեջ ինչ-որ բան։ Հենց այդ ժամանակ Նարեն նորից նկատեց Արմենին, որը մի փոքր հեռու կանգնած դիտում էր։ Ձեզ դուր եկավ ներկայացումը, պարոն։ Արմենը կռացավ, նրա հասակին հավասարվելու համար, մի ժեստ, որն արեց առանց մտածելու, պարզապես հետելով մի բնազդի, որի մասին նույնիսկ չգիտեր, որ ունի։ Շատ դուր եկավ։ Դու շատ լավ ես երգում, Նարե։ Շնորհակալություն։ Դուք երեխաներ ունեք։ Հարցը հարվածի պես էր Ստամոքսին։ Արմենը զգաց, թե ինչպես Մարինեն լարվեց աղջկա կողքին, պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լինի։ Նա կուլ տվեց անկեղծորեն։ Պատասխանեց. Ոչ, ես երեխաներ չունեմ։ Ինչո՞վ։ Դուք երեխաներ չեք սիրում։ Նարե, այդպիսի հարցեր մի տուր, միջամտեց Մարինեն, ձայնը խիստ, բայց քնքուշ։ Ներողություն, Արմեն։ Երեխաները զդիչ չունեն։ Ոչինչ, ասաց Արմենը, դեռ նայելով Նարեին։ Ես երբեք չեմ մտածել, սիրում եմ երեխաներ, թե ոչ։ Կարծում եմ, շատ շփում չեմ ունեցել։ Նարեին դա շատ տարօրինակ թվաց։ Բոլորն էլ շփում ունեն երեխաների հետ։ Դուք զարմիկ չունեք։ Հորաքրոջ տղա։ Հարան։ Չունեմ, ոչ։ Իմ ընտանիքը շատ փոքր է, ես շատ եմ աշխատում։ Ինչ ձանձրալի է։ Շատ աշխատելը երի շատ ձանձրալի է, հայտարարեց Նարեն այն պարզ իմաստությամբ, որը բնորոշ է նրան, ով դեռ չի հասկանում, որ աշխատելը բոլորի համար ընտրություն չէ։ Հետո, առանց նախազգուշացման, նա բռնեց Արմենի ձեռքը։ Արի, ես քեզ ցույց կտամ իմ նկարը, որը փակցված է պատին։ Այն դասարանի լավագույնն է, ընկեր ուսուցիչն ասաց։ Մարինեն փորձեց առարկել, բայց Գայանեն ձեռքը դրեց քրոջ թին, զսպման նուրբ ժեստով։ Արմենը թույլ տվեց, որ աղջիկը իրեն քաշի մինչ բակի կողային պատը, որտեղ տասնյակ մանկական նկարներ էին փակցված սոսնձի ժապավենով։ Նարեն հպարտությամբ ցույց տվեց մատիտով արված մի նկար, որտեղ պատկերված էին տուն, հսկայական դեղին ար, մի քանի ծաղիկ երկու կերպար, մեկը բարձր, մյուսը փոքր, ձեռք ձեռքի տված։ Սա ես եմ ու մայրիկս։
Մենք այս բնակարանում ենք ապրում, պարզապես ես տուն եմ նկարել, որովհետև ավելի գեղեցիկ է։ Իսկ այս ծաղիկներն իսկական են, մենք պատշգամբում ենք աճեցնում։ Մայրիկս ասում է, որ բույսերը կյանք են բերում տուն։ Արմենը նայեց նկարին, ձեռքի տված երկու ձողիկ մարդուկներին մտածեց գրասենյակի դարակում պահվող նամակի, վերջում դատարկ տարածությամբ հարցական նշանով նկարի մասին։ Արդյոք Նարեն միշտ միայն իրեն ու մորն էր նկարում։ Արդյոք նամակի այդ դատարկ տարածությունը մի բան էր, որ նա զգում էր ամեն օր, ամեն նկարում, ամեն պատմության մեջ, որ լսում էր դպրոցում ամբողջական ընտանիքների մասին։ Շատ գեղեցիկ նկար է, Նարե։ Դու շատ լավ ես նկարում։ Շնորհակալություն։ Դուք նկարել գիտեք։ Ոչ այնքան։ Ես ավելի շատ գրաֆիկներ ու աղյուսակներ եմ նկարում։ Նարեն դեմքը ծամացրեց։ Ինչ ձանձրալի բաներ են նկարելու համար։ Դուք պետք է փորձեք լավ բաներ նկարել, օրինակ շուն, թիթեռ, ծիածան։ Արմենը ծիծաղեց, ցածր զարմացած մի ձայն, որը ստիպեց Մարինեին գլուխը շրջել նրանց կողմը։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ նա իսկապես չէր ծիծաղել, որ ծիծաղի ձայնն իսկ տարօրինակ թվաց իր ականջներին։ Դու ճիշտ ես։ Ես պետք է փորձեմ ավելի լավ բաներ նկարել։ Նարեն ժպտաց, գոհ լինելով, որ օգտակար խորհուրդ է տվել, հետո մի ընկերուհի նրան կանչեց բռնոցի խաղալու։ Նա բաց թողեց Արմենի ձեռքը վազեց, նրան թողնելով այնտեղ մանկական նկարների պատի դիմաց, զգալով, թե ինչպես է մի տարօրինակ բան տեղի ունենում իր կրծքում, կարծես մի ժանգոտ դուրս սկսում էր տեղի տալ ճնշման տակ։ Երբ Արմենը վերադարձավ այնտեղ, որտեղ Մարինեն Գայանեն զրուցում էին, նա գտավ երկու քույրերին լարված ցածր ձայնով վիճելիս։ Մարինեն կարծես շտապ ինչ-որ բան էր ասում, իսկ Գայանեն հանգստացնող տոնով պատասխանում էր։ Երկուսն էլ դադարեցին խոսել, հենց որ նկատեցին նրա մոտենալը։ Մարինեն ուղիղ նայեց նրան, Արմենը տեսավ, որ սկզբնական անվստահությունը վերածվել էր ավելի բարդ մի բանի, հետաքրքրասիրության, զգուշավորության մի բանի շողի, որը կարող էր լինել անկեղծ հետաքրքրություն, բայց թաղված պաշտպանության շերտերի տակ։ Արմեն, կարո՞ղ եմ ուղիղ հարց տալ, ասաց Մարինեն, ձեռքերը խաչելով պաշտպանական դիրքով։ Կարող եք։ Ինչու եք այստեղ։ Իսկապես։ Գայանեն ասաց, որ դուք կարևոր գործարար եք, մեծ ընկերության սեփականատեր։ Ինչու ձեզ նման տղամարդը կգար հանրակրթական դպրոցի միջոցառմանը նոր Նորքում շաբաթ օրը կեսօրին։ Դուք շքեղ միջոցառումների չունեք գնալու, գործնական ընթրիքների, միջազգային ուղղությունների։ Արմենը կարող էր ստել։ Կարող էր հավանական պատմություն հորինել հետաքրքրասիրության, քարտուղարուհու աշխատանքի հետ ծանոթանալու ցանկության, սոցիալական հետաքրքրության մասին։ Բայց երբ նայեց Մարինեին, այն ձին, թե ինչպես էր նա իրեն ուսումնասիրում, սպասելով սուտը բացահայտելու, նա որոշեց ռիսկի դիմել ճշմարտությունն ասել։ Որովհետև ես մի բան ստացա, որն ինձ հուզեց։ Եվ ես պետք է հասկանայի, թե որտեղից է դա եկել։ Մարինեն ճակատը կիտեց։ Ինչ բան։ Արմենը նայեց Գայանեին, որը գրեթե աննկատ գլխով արեց։ Նա բաճկոնի ներքին գրպանից հանեց մի ծրար, որն արդեն ճմրթված էր վերջին օրերին այդքան շատ շոշափելուց։ Նամակը։ Մարինեն զգուշությամբ վերցրեց թուղթը, բացեց, սկսեց կարդալ։ Արմենը տեսավ այն ճշգրիտ պահը, երբ նա ճանաչեց աղջկա ձեռագիրը, այն պահը, երբ նրա դեմքը փոխվեց, աչքերը լայնացան, շունչը կտրվեց։ Ինչպես եք սա ստացել, հարցրեց Մարինեն, ձայնը տատանվելով շոկի զսպված զայրույթի մեջ։ Խառնվել էր այն թղթերի հետ, որոնք Գայանեն անցած ուրբաթ բերել էր գրասենյակից։ Նարեն երի դրել է առանց նրա նկատելու, բացատրեց Արմենը։ Ես կարդացի, չկարողացա մոռանալ։ Ամբողջ հանգստյան օրերս մտածում էի այս մասին, այս բառերի, այս խնդրանքի մասին։ Եվ ես պետք է ծանոթանայի նրան, ով գրել է։ Մարինեն նայեց ձեռքի նամակին, բակում խաղացող աղջկան, հետո նորից Արմենին։ Դուք կարդացել եք, թե ինչ է նա խնդրել։ Մի հայրիկ, որը կմնա։ Դուք հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում այդպիսի խոստում տալ չկատարել։ Ես հասկանում եմ։ Եվ ես ոչինչ չեմ խոստանում, Մարինե։ Ես այստեղ եմ, որովհետև երկար տարիների ընթացքում առաջին անգամ ինչ-որ բան զգացի, կարդալով այս բառերը։ Մի բան, որի մասին նույնիսկ չգիտեի, որ դեռ ունակ եմ զգալու։ Ես չգիտեմ, թե սա ինչ է նշանակում, չգիտեմ, թե սա ուր կտանի։ Բայց գիտեմ, որ ուզում եմ ձեզ հետ ծանոթանալ, եթե դուք ինձ թույլ տաք։ Ուզում եմ հասկանալ այն սիրո տեսակը, որ դուք ունեք, այն կյանքի տեսակը, որը ես երբեք չեմ ապրել։
Եթե դուք լինեիք Մարինեի տեղում, հնարավորություն կտայիք Արմենին մոտենալ, թե կպաշտպանեիք ձեր աղջկան հիասթափության ցանկացած հնարավորությունից։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Մարինեն երկար լուռ մնաց, նայելով նրան այն հայացքով, որը կարծես ունակ էր տեսնել բոլոր դիմակների, բոլոր պաշտպանական պատնեշների միջով։ Վերջապես, նա զգուշությամբ ծալեց նամակը վերադարձրեց Արմենին։ Լսեք, ես ձեզ չգիտեմ։ Չգիտեմ ձեր պատմությունը, ձեր դրդապատճառները, թե իրականում ինչ եք ուզում։ Բայց ձեզ մի բան կասեմ լիակատար անկեղծությամբ։ Ես 7 տարի իմ աղջկան միայնակ եմ մեծացրել։ 7 տարի աշխատել եմ, պայքարել, հոգ տարել, պաշտպանել։ Ես նրա համար կյանք եմ կառուցել, պարզ, բայց սիրով լի։ Եվ ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը մտնի այդ կյանք հետո դուրս գա, անցք թողնելով։ Եթե ուզում եք մեզ հետ ծանոթանալ, եթե ուզում եք ինչ-որ կերպ մեր առօրյայի մասը դառնալ, դա պետք է իրական լինի։ Ոչ մի անգամ թանկարժեք նվերով հայտնվել 2 շաբաթով անհետանալ։ Ոչ մի վերաբերմունք սրան որպես սոցիալական նախագծի կամ անցողիկ հետաքրքրասիրության։ Եթե մտնում եք, մտեք իսկապես, ներկայությամբ, հետողականությամբ։ Եթե վստահ չեք, որ կարող եք դա անել, ավելի լավ է չսկսել։ Ես ընդունում եմ այդ պայմանները, ասաց Արմենն առանց վարանելու, զարմացնելով նույնիսկ ինքն իրեն պատասխանի։ Արագությամբ։ Մարինեն մեկ անգամ ուսումնասիրեց նրա դեմքը, փնտրելով կեղծիքի թաքնված շահի նշաններ։ Հետո հոգոց հանեց, կարծես դժվար որոշում կայացնելով։ Լավ։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Բայց դանդաղ, Արմեն։ Ամեն ինչ շատ դանդաղ, շատ թափանցիկ։ Նարեն երեխա է, հեշտությամբ է կապվում։ Ես թույլ չեմ տա, որ նա կապվի մեկի հետ, ով կարող է անհետանալ։ Այդ գիշեր, երբ Արմենը վերադարձավ կենտրոնի իր դատարկ բնակարան, ապակուց պողպատից ձեղնահարկն ավելի լուռ, ավելի սառը թվաց, քան երբևէ։ Նա կանգնած էր համայնապատկերային պատուհանի մոտ, նայելով ներքում լուսավորված քաղաքին, զգալով իր նոր կայացրած որոշման ծանրությունը։ Դա գործնական պայմանագիր չէր, կետեր կամ երաշխիքներ չուներ։ Դա շատ ավելի սարսափելի բան էր։ Դա ներկայության, հետողականության, այնտեղ լինելու խոստում էր, նույնիսկ երբ նորույթն անցնի, նույնիսկ երբ դժվարանա։ Եվ կյանքում առաջին անգամ Արմեն Պետրոսյանը բացարձակապես գաղափար չուներ, թե ինչպես է կատարելու իր խոստումը։ Միջոցառումից հետո առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2 շաբաթ անց, շաբաթ առավոտյան Նոր Նորքի զբոսայգում։ Մարինեն տեղը միտումնավոր էր ընտրել, հանրային, ընդարձակ, անվտանգ։ Մի վայր, որտեղ Նարեն կարող էր ազատ խաղալ, մինչ մեծահասակները զրուցում էին, որտեղ չկար փակ տարածքի ճնշումը կամ տան չափազանց մտերմությունը։ Արմենը 10 րոպե շուտ հասավ մի բան, որ նա միշտ անում էր գործնական հանդիպումներում, բայց որն այս դեպքում ավելի շատ անհանգստություն էր դրսևորում, քան մասնագիտական ճշտապահություն։ Նա նրանց գտավ խաղահրապարակի մոտ։ Մարինեն նստած էր փայտե նստարանին, սուրճի թերմոսով տնական խաչապուրիով լի տարայով, իսկ Նարեն արդեն մագլցում էր սահուխքի վրա 7 տարեկան երեխաների անսպառ էներգիայով։ Երբ Նարեն նրան տեսավ, ուրախ թափահարեց ձեռքը, Արմենը նյարդայնության ալիք զգաց, որը չէր զգացել կառավարման ֆակուլտետի առաջին ներկայացումներից ի վեր, տասնամյակներ առաջ։ Բար, Արմեն։ Դու եկար։ Ես մտածում էի, որ մոռացել ես, բղավեց Նարեն սահուխքի վերից, նախքան այնպիսի արագությամբ իջնելը, որ Մարինեն բղավեց, որ զգույշ լինի։ Արմենը մոտեցավ նստարանին, չիմանալով, թե ինչպես վարվել։ Պետք է Մարինեին ողջուներ ձեռքսեղմումով։ Այդը համբուր էր։ Գլխով աներ։ Վերջում ընտրեց պաշտոնական բարի լույսը, որը տարօրինակ կերպով անտեղի հնչեց վազվզող երեխաներով լի զբոսայգու համատեքստում։ Մարինեն, նկատելով նրա անհարմարությունը, պարզապես ցույց տվեց նստարանի կողքի ազատ տեղը։ Նստիր։ Սուրճ ու խաչապուրի եմ բերել։ Ենթադրում եմ, որ դու ավելի նրբաճաշակ սուրճերի ես սովոր, բայց իմը թունդ է ու տաք։ Արմենն ընդունեց նրա առաջարկած պլաստմասե բաժակը համտեսեց։ Սուրճն իսկապես թունդ էր, իսկական սուրճի համ ուներ, այնպիսին, որ տան խոհանոցում են խմում, ոչ թե սրճարանների այն ջրիկ ու շաքարոտ տարբերակները։ Հիանալի է։ Շնորհակալություն։ Նրանք մի քանի վայրկյան լուռ մնացին, դիտելով Նարեի խաղը, մինչ Մարինեն կոտրեց սառույցը հնարավորինս ուղիղ ձով։ Ուրեմն, Արմեն, եկ պայմանավորվենք մի քանի բանի շուրջ։ Առաջին, լիակատար թափանցիկություն։ Եթե որևէ պահի զգաս, որ սա չի ստացվում, որ սա այն չէ, ինչ սպասում էիր, ինձ ուղիղ կասես։
Չես անհետանա, արդարացումներ չես հորինի, ճշմարտությունը կասես։ Երկրորդ, Նարեն դեռ չի կարող իմանալ նամակի մասին։ Նա երեխա է, կարող է ամաչել, կարող է անիրատեսական սպասումներ ունենալ։ Նրա համար դու պարզապես Գայանե մորաքրոջ ընկերն ես, որը մեզ հետ է ծանոթանում։ Երրորդ, ես միշտ ներկա կլինեմ հանդիպումներին, գոնե սկզբում։ Ոչ թե անվստահությունից, այլ պաշտպանությունից ելնելով։ Հասկանում ես։ Կատարելապես հասկանում եմ։ Եվ համաձայն եմ ամեն ինչի հետ, ասաց Արմենը նայելով նրան։ Մարինե, ես գիտեմ, որ դու ինձ վստահելու ոչ մի պատճառ չունես։ Ես գիտեմ քո պատմությունը, գիտեմ, որ քեզ հղի ժամանակ լքել են, գիտեմ, որ Նարեին միայնակ ես մեծացրել։ Գիտեմ, որ դու զգուշավոր լինելու լիակատար իրավունք ունես։ Բայց ես կապացուցեմ, որ տարբեր եմ։ Մարինեն կարճ, առանց հումորի ծիծաղեց։ Բոլոր տղամարդիկ ասում են, որ տարբեր են։ Մինչ որ դադարում են լինել։ Ուրեմն թույլ տուր ապացուցեմ գործով, ոչ թե խոսքով, պատասխանեց Արմենը, նրա ձայնի մեջ մի վճռականություն կար, որը ստիպեց Մարինեին ավելի ուշադիր նայել նրան։ Նրանք ամբողջ առավոտն անցկացրին զբոսայգում։ Արմենը, որը երբեք խաղահրապարակում չէր խաղացել, որը մեծացել էր մի տանը, որտեղ խաղալը ժամանակի կորուստ էր, իսկ ակադեմիական հաջողությունը, միակ առաջնահերթությունը հայտնվեց Նարեին ճոճանակին հրելիս, մագլցելիս նրան պահելիս, մասնակցելով մրցույթի, թե ով կարող է ավելի հեռու ցատկել։ Սկզբում նրա շարժումները անհարմար էին, անվստահ, ինչպես մեկը, որը բոլորովին նոր բառ է սովորում։ Բայց կամաց-կամաց նրա մեջ ինչ-որ բան թուլացավ։ Նա դադարեց փորձել ճիշտ անել, պարզապես սկսեց արձագանքել նրան, ինչ Նարեն էր խնդրում, դադարեց շատ մտածել, պարզապես ներկա էր։ Մարինեն ամեն ինչ դիտում էր հեռվից, դեմքը դեռ զգուշավոր, բայց աչքերում տարբեր փայլով։ Հուզիչ մի բան կար այն տեսարանի մեջ, թե ինչպես է այդ ակնհայտորեն հարուստ, այլ տեսակի կյանքի սովոր տղամարդը նստած զբոսայգու ավազոտ գետնին, օգնելով իր աղջկան պլաստմասե դույլերով բահերով ամրոց կառուցել։ Նա չգիտեր, թե ինչ է անում, դա պարզ էր։ Չգիտեր, թե ինչպես ձավորել ավազը, չգիտեր, որ պետք է թրջել, որ ամուր լինի, չգիտեր, որ պետք է թեթակի հարվածել, որ աշտարակը չփլվի։ Բայց նա փորձում էր, լսելով Նարեի հրահանգները նույն ուշադրությամբ, որով հավանաբար լսում էր ներդրումային հաշվետվությունները։ Ոչ, Արմեն, այդպես չէ։ Պետք է այսպես անել, տես, ասում էր Նարեն, 7 տարեկան երեխայի համար զարմանալի համբերությամբ ցույց տալով։ Եվ Արմենը մի մարդ, որը հարյուրավոր աշխատակիցների էր ղեկավարում, որը միլիոնավոր դրամների գործարքներ էր կնքում, հնազանդորեն անում էր այնպես, ինչպես աղջիկն էր ասում, երբ ամրոցը վերջապես կանգուն մնաց, երկուսն էլ տոնեցին այնպիսի անկեղծ ոգորությամբ, որը Մարինեից ակամա ժպիտ կորզեց։ Երբ արը չափազանց ուժեղացավ, Նարեն ջուր խնդրեց, երեքով նստեցին ծառի տակ։ Մարինեն բացեց ուսապարկը, հանեց նախուտեստներ, բուտերբրոդ, տուփով հյութ, թխվածքաբլիթներ։ Արմենը նկատեց, որ նա 3 հոգու համար ուտելիք էր բերել։ Նա ծրագրել էր, որ ինքը կմնա, չնայած իր ողջ զգուշավորությանը, նրա մի մասը սպասել էր, որ ինքը կհայտնվի կմնա։ Արմեն, դու եղբայր ունես, հանկարծ հարցրեց Նարեն, բուտերբրոդը ծամելիս։ Ոչ, միակ երեխան եմ։ Իսկ ծնողներդ։ Նրանք Երանում են ապրում։ Արմենը վարանեց, զգալով Մարինեի հայացքն իր վրա։ Հայրս ապրում է, այո։ Բայց մենք շատ չենք խոսում։ Նա շատ հեռու է։ Իսկ մայրս մահացել է, երբ ես դեռահաս էի։ Ինչ տխուր է, ասաց Նարեն մաքուր անկեղծությամբ։ Մայրիկս ասում է, որ երբ մենք մեկին կորցնում ենք, այդ մարդը սկսում է ապրել աստղի վրա, այնտեղից մեզ է նայում։ Դու կարծում ես, որ մայրդ աստղի վրա է։ Արմենը զգաց, թե ինչպես կոկորդը սեղմվեց։ Տասնամյակներ շարունակ ոչ ոք իր մոր մասին այս պարզությամբ, այս քնքշությամբ չէր խոսել։ Հուղարկավորությունից հետո թեման թաղվել էր նրա հետ միասին, հայրը երբեք այլս չէր հիշատակել կնոջը, Արմենը սովորել էր նույնն անել, ցավը փակել կնքված խցիկում, որտեղ նայելու կարիք չկար։ Բայց այնտեղ 7 տարեկան երեխայի առաջ, որը նրան նայում էր հետաքրքրասեր բարի աչքերով, փականը կոտրվեց։ Ես կուզենայի դրան հավատալ, ասաց Արմենը, ձայնը խռպոտ։ Լավ կլիներ իմանալ, որ նա ինչ-որ տեղից ինձ է նայում։ Նարեն կարծես գոհ մնաց պատասխանից վերադարձավ բուտերբրոդն ուտելուն, բայց Մարինեն շարունակում էր նայել Արմենին, նրա հայացքում հիմա մի տարբեր բան կար։ Դա այլս միայն անվստահություն կամ պաշտպանություն չէր։ Կար ճանաչում, կարծես նա ինչ-որ ծանոթ բան էր տեսել նրա վերքում, ինչ-որ ցավ, որը նա նույնպես կրում էր հասկանում։
Այդ օրվանից հետո հանդիպումները դարձան կանոնավոր։ Միշտ Մարինեի ներկայությամբ, միշտ հանրային վայրերում, միշտ սահմանված ժամերով հստակ կանոններով։ Արմենը սովորեց Նարեի առօրյան։ Նա վաղ էր արթնանում, նախաճաշում էր մուլտֆիլմ դիտելիս, գնում էր դպրոց, որտեղ մնում էր ամբողջ օրը, քանի որ Մարինեն աշխատում էր, վերադառնում էր երեկոյան, տնային աշխատանքներն անում էր խոհանոցի սեղանին, մինչ Մարինեն ընթրիք էր պատրաստում։ Լողանում էր, մի քիչ էլ հեռուստացույց էր դիտում, քնում էր երեկոյան ժամը 9-ին, Մարինեի հորինած հեքիաթով։ Արմենը հայտնաբերեց, որ երբեք ուշադրություն չէր դարձրել, թե ինչպիսին է սովորական երեխայի կյանքը։ Նարեն թանկարժեք խաղային համակարգիչ չուներ, ներկրված խաղալիքներով լի սենյակ չուներ, արձակուրդներին Դիսնեյլենդ կամ շքեղ հանգստավայրեր չէր գնում։ Նա խաղում էր կարկատած տիկնիկներով, դիտում էր նույն կրկնվող մուլտֆիլմերը, որովհետև Մարինեի բաժանորդագրված հոսքային ծառայությունն ամենաէժանն էր, ամեն օր դպրոցական համազգեստ էր հագնում, հանգստյան օրերի համար ընդամենը 2-3 զույգ շոր ուներ։ Բայց նա երջանիկ էր։ Նա պարզ երջանկություն ուներ, կառուցված փոքր բաների վրա։ Կիրակի առավոտյան հացի փուռ գնալ, տաք հաց գնելու, զբոսայգում անցկացրած կեսօր, ամիսը մեկ անգամ էժան արթրի կենտրոնում կինոդիտում, ընկերուհու ծննդյան խնջույք, պաղպաղակի կոն, որը Մարինեն գնում էր թաղամասի պաղպաղակատնից, երբ բյուջեի լավ շաբաթ էր լինում։ Արմենը, որը մեծացել էր շքեղությամբ, բայց քնքշության պակասով շրջապատված, որն այժմ փող ուներ ցանկացած բան գնելու, բայց չուներ մեկը, ում հետ կիսվեր, նայում էր այդ պարզ կյանքին խորը ու ցավոտ նախանձ էր զգում։ Այդ փոքր տունը, նոր-նորքի առանց վերելակի շենքի երկու սենյականոց բնակարանն ավելի շատ կյանք, ավելի շատ գույն, ավելի շատ ճշմարտություն ուներ, քան կենտրոնի իր 3 հարկանի ձեղնահարկը։ Զբոսայգում առաջին հանդիպումից մեկ ամիս անց Մարինեն նրան ընթրիքի հրավիրեց իրենց բնակարան։ Դա սովորական, գրեթե անփույթ հրավեր էր, բայց Արմենը հասկացավ դրա կշիռը։ Դա կարևոր քայլ էր, վստահության դրսևորում։ Նա ընդունեց, փորձելով ցույց չտալ, թե որքան բան էր դա նշանակում իր համար։ Բնակարանը գտնվում էր 4 հարկանի շենքում, առանց դռնապանի, արտաքին պատին դոմոֆոնով։ Արմենը բարձրացավ աստիճաններով, սիրտը յուրաքանչյուր աստիճանի հետ ավելի արագ բաբախելով։ Մարինեն դուռը բացեց, հագին պարզ բլուզ, երկար կիսաշրջազգեստ, ոտաբոբիկ, մազերն առաջին անգամ արձակած, ինչ նա իրեն ճանաչում էր։ Նա ավելի գեղեցիկ էր այսպես, հանգիստ, տանը, առանց այն զրահի, որը կրում էր դրսի աշխարհում։ Բնակարանը փոքր էր, բայց հարմարավետ։ Հյուրասենյակում բեժ բազմոց կար գունավոր բարձերով, գրադարակ, լի մանկական մի քանի գրական գրքերով, պատին շրջանակված լուսանկարներ, որոնցում Նարեն էր տարբեր տարիքներում, սառնարանին մագնիսներով փակցված մանկական նկարներ, պարզ փայտե ճաշասեղան, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Տնական ուտելիքի հոտ էր գալիս, այն հոտը, որի գոյության մասին Արմենն անգամ չէր հիշում։ Տապակվող սխտոր, կրակի վրա բրինձ, եփվող լոբի։ Դա տան հոտն էր։ Նարեն վազելով դուրս եկավ սենյակից, արդեն գիշերանոցով, քանի որ նոր էր լողացել։ Արմեն, դու եկար։ Մայրիկս հավով բեֆստրոգանով է պատրաստել, իմ ամենասիրածն է։ Դու սիրում ես բեֆստրոգանով։ Չգիտեմ, երբեք չեմ կերել, խոստովանեց Արմենը։ Նարեն աչքերը լայն բացեց։ Երբեք բեֆստրոգանով չես կերել։ Բայց ինչպես։ Բոլորն էլ բեֆստրոգանով են ուտում։ Մարինեն ծիծաղեց խոհանոցից։ Ոչ բոլորը, սիրելիս։ Ամեն ընտանիք իր ուտեստներն ունի։ Բայց այսօր Արմենը կփորձի մերը։ Ընթրիքը մատուցվեց հյուրասենյակի պարզ սեղանին, սովորական ապակե ափսեներ, իրար չհամապատասխանող դանակ պատառաքաղներ, սառեցված պտղամսից պատրաստված չիչխանի հյութով սափոր։ Ոչ մի յուրահատուկ, ոչ մի նրբաճաշակ բան չկար, բայց երբ Արմենը համտեսեց Մարինեի պատրաստած ուտելիքը, զգաց, թե ինչպես մի բան սեղմվեց կրծքում։ Դա ամենահամեղ ուտելիքը չէր, որ նա երբեք համտեսել էր, տեխնիկապես։ Բայց այն պատրաստված էր խնամքով, սիրով, հաճեցնելու մտադրությամբ։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Ընթրիքի ընթացքում Նարեն անդադար խոսում էր, պատմելով դպրոցի, նոր ուսուցչուհու, մաթեմատիկայից ցածր գնահատական ստացած տխուր ընկերուհու, Շան մասին, որը նա ուզում էր ունենալ, բայց Մարինեն ասում էր, որ իրենք ոչ տեղ, ոչ էլ փող ունեն ճիշտ պահելու համար։ Արմենը լսում էր ամեն ինչ, հարցեր էր տալիս, ծիծաղում էր պատմությունների վրա, հասկացավ, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ զրույց էր ունենում, որը չէր առնչվում բիզնեսին, շահույթին, ռազմավարություններին կամ իշխանությանը։ Դա պարզապես զրույց էր կյանքի, փոքր ու կարևոր բաների, մի երեխայի, մի կնոջ առօրյայի մասին, որը քչով հրաշքներ էր գործում։
Ընթրիքից հետո, մինչ Մարինեն լվանում էր սպասքը մերժում էր Արմենի օգնությունը, ասելով, որ նա հյուր է, Նարեն նրան քաշեց իր սենյակ, ցույց տալու իր գանձերը։ Դպրոցում ստացած գրքերը, գունավոր մատիտներով տուփը, նկարչական տետրը, զբոսայգում հավաքած գունավոր քարերի հավաքածուն, տիկնիկը, որը տատիկն էր նվիրել վերջին ծննդյան օրը։ Սենյակը մանլիկ էր, հազիվ տեղավորում էր մեկտեղանոց մահճակալը, փոքր զգեստապահարանը, ստվարաթղթե տուփերից պատրաստված ինքնաշեն դարակը։ Բայց պատերը ծածկված էին նկարներով, առաստաղին փայլուն աստղերի կպչուն պիտակներ, ծիածանի նախշերով վարագույրներ։ Դա մի սենյակ էր, որը շնչում էր անհատականությամբ, սիրով, հոգատարությամբ։ Նայիր այստեղ, Արմեն, ասաց Նարեն, ցույց տալով մահճակալի կողքի պատին փակցված լուսանկարը։ Դա իր Մարինեի լուսանկարն էր, արված ծովափին, երկուսն էլ ժպտում էին, հետում ծովը։ Մայրիկս անցյալ տարի ինձ ծով տարավ, դա իմ կյանքի ամենալավ ուղղորությունն էր։ Մենք լուսադեմին արթնացանք, ավտոբուս նստեցինք, ամբողջ օրն այնտեղ մնացինք։ Ջուրը սառն էր, բայց ես ուշադրություն չդարձրի։ Մայրիկս ասաց, որ մի օր նորից կգնանք։ Արմենը նայեց լուսանկարին, երկուսի անկեղծ ժպիտին նորից զգաց այն ցավոտ նախանձը։ Նա ճանապարհորդել էր աշխարհի դրախտային լողափեր, մնացել էր հինգաստղանի հանգստավայրերում, լողացել էր մասնավոր բյուրեղյա մաքուր ջրերում։ Բայց երբեք չէր ունեցել այնպիսի մաքուր ուրախության պահ, ինչպիսին գրանցված էր այդ պարզ լուսանկարում, որը հավանաբար արվել էր էժան հեռախոսով։ Երբ Նարեն վերջապես քնեց, Մարինեն Արմենը զրուցում էին հյուրասենյակում, ցածր ձայնով, որպեսզի աղջկան չարթնացնեն։ Դա առաջին անգամն էր, որ երկուսն իսկապես զրուցում էին, առանց երեխայի ներկայության, առանց հանրային տարածքի պաշտպանության։ Մարինեն սուրճ մատուցեց, նստեց բազմոցի մյուս անկյունում, հեռավորություն պահպանելով, բայց այնտեղ մի բացություն կար, որը նախկինում գոյություն չուներ։ Շնորհակալություն, որ եկար, Արմեն։ Եվ որ այդքան համբերատար ես Նարեի հետ։ Նա քեզ շատ հավանեց։ Ես եմ շնորհակալ հնարավորության համար։ Ես երբեք այսպիսի տանը չեմ եղել, այսպիսի ջերմությամբ, գիտես։ Իմ տունը միշտ սառն է եղել, նույնիսկ երբ մարդիկ կային ներսում։ Իսկ հիմա, որ մենակ եմ ապրում, էլ ավելի վատ է։ Միայն լռություն է ու դատարկություն։ Մարինեն ուշադիր նայեց նրան։ Ինչու բաժանվեցիր։ Եթե դեմ չես, որ հարցնեմ։ Արմենը հոգոց հանեց, նայելով բաժակի սուրճին։ Որովհետև մենք երբեք իրար իսկապես չենք սիրել։ Դա ընտանիքների կողմից կազմակերպված ամուսնություն էր, ամուսնության քողի տակ թաքնված բիզնես միություն։ Մենք 5 տարի փորձեցինք ձացնել, թե դա իմաստ ունի, բայց վերջում հանձնվեցինք։ Ամեն ինչ շատ սառն էր, շատ պաշտոնական։ Երբ ստորագրեցինք փաստաթղթերը, թեթացում զգացի։ Բայց շատ չանցած թեթացումը վերածվեց մենակության։ Իսկ դու երբեք չես ուզեցել երեխաներ ունենալ։ Երբեք չեմ մտածել այդ մասին։ Հայրս հեռու, խիստ մարդ էր, որը քնքշությունը թուլություն էր համարում։ Ես մեծացել եմ, մտածելով, որ տղամարդը պետք է այդպիսին լինի։ Եվ երբ ամուսնացա, Անահիտը հստակեցրեց, որ երեխաներ չի ուզում, որ ոչինչ չի ուզում, որը կխանգարի իր կարիերային։ Ես համաձայնեցի առանց հարց տալու, որովհետև, անկեղծ ասած, երբեք ինձ հոր դերում չեմ պատկերացրել։ Մինչ Նարեի նամակը կարդալը։ Մարինեն մի պահ լուռ մնաց, հետո մեղմորեն ասաց. Գիտես, Արմեն, ես մի փոքր հասկանում եմ, թե ինչ ես զգում։ Ես էլ եմ բարդ ընտանիքում մեծացել։ Հայրս խմում էր, բռնություն էր գործադրում մորս նկատմամբ։ Մենք վախի մեջ ենք մեծացել, սովորելով լուռ քայլել տանը, որպեսզի նրան չարթնացնենք, երբ հարբած էր։ Երբ տնից գնացի համալսարան ընդունվելու, երդվեցի, որ երբեք թույլ չեմ տա, որ որը մեկն ինձ հետ այդպես վարվի։ Բայց հետո ես հանդիպեցի Նարեի հորը։ Նա դադարեց, ձայնը խեղդվեց, Արմենը տեսավ, թե ինչպես նա զգուշորեն սրբեց աչքերը։ Նա խարիզմատիկ էր, հմայիչ, ասում էր բոլոր ճիշտ բաները։ Ես հիմարի պես սիրահարվեցի։ Երբ իմացա, որ հղի եմ, մտածեցի, որ դա մի գեղեցիկ բանի սկիզբ է լինելու, գիտես։ Իսկական ընտանիքի, իմ ունեցածից տարբեր։ Բայց նա անհետացավ։ Պարզապես հավաքեց իրերն ու գնաց, ասելով, որ դա չի խնդրել, որ իր ծրագրերի մեջ երեխա ունենալը չի մտնում, որ ես ինքս պետք է գլուխ հանեմ։ Եվ ես հանեցի։ Ամբողջ հղիությունն անցկացրի միայնակ, աշխատեցի մինչ վերջին օրը, վերադարձա ծննդաբերությունից 3 ամիս անց, որովհետև փողի կարիք ունեի։ Դա իմ կյանքի ամենադժվար շրջանն էր։
Բայց դու չհանձնվեցիր, ասաց Արմենը հիացած։ Հանձնվելու տարբերակ չկար։ Մի երեխա կար, որն ինձնից էր կախված։ Եվ գիտես ինչն է զվարճալի։ Այսօր ես շնորհակալ եմ, որ նա գնաց։ Որովհետև եթե մնար պարտականությունից, խղճահարությունից դրդված, ավելի վատ կլիներ։ Նարեն արժանի է մեկին, ով ուզում է այստեղ լինել, ոչ թե մեկին, ով պատասխանատվությամբ է կապված։ Այդ պատճառով ես այդքան զգույշ եմ քեզ հետ, Արմեն։ Դա անձնական չէ։ Պարզապես ես չեմ կարող թույլ տալ, որ իմ աղջիկը կապվի մեկի հետ, ով կարող է միտքը փոխել գնալ։ Արմենն ուղիղ նայեց նրա աչքերին։ Ես չեմ գնա, Մարինե։ Ես գիտեմ, որ դեռ վաղ է, որ դու դրան հավատաս, որ դու վստահելու համար ժամանակի կարիք ունես։ Բայց ես լուրջ եմ ասում։ Կյանքումս առաջին անգամ ես գտել եմ մի բան, որն ինձ իսկապես կենդանի է զգալ տալիս։ Եվ ես դա դեն չեմ նետի։ Մարինեն երկար վայրկյաններ պահեց նրա հայացքը, փնտրելով ստի կեղծիքի նշաններ։ Հետո դանդաղ գլխով արեց։ Տեսնենք, ուրեմն։ Տեսնենք, դու կդիմանաս, երբ նորույթն անցնի, երբ միայն առօրյա լինի, երբ ստիպված լինես գործ ունենալ քմահաճությունների, հիվանդության, հոգնածության, այն ամենի հետ, ինչ գալիս է իսկական ընտանիքի հետ։ Ես կդիմանամ, ասաց Արմենը մի համոզմունքով, որը նույնիսկ ինքը չգիտեր, թե որտեղից է գալիս։ Ես ուզում եմ այստեղ լինել այդ ամենի համար։ Լավի դժվարի համար։ Եվ այդ պահին նստած հին բազմոցին նոր Նորքի փոքրիկ բնակարանում Արմեն Պետրոսյանը զգաց մի բան, որը տասնամյակներ շարունակ չէր զգացել՝ հույս։ Հույս, որ գուցե, միայն գուցե դեռ ժամանակ կա ինչ-որ իսկական բան կառուցելու, ավելի լավ մարդ լինելու, այն դատարկ տարածությունը լրացնելու, որը Նարեն նկարել էր նամակում։ Հույս, որ մի մարդ, որն ամբողջ կյանքը փող է կուտակել, կարող է սովորել կուտակել շատ ավելի արժեքավոր բան՝ հիշողություններ, քնքշություն, ներկայություն։ Եվ նայելով Մարինեին, տեսնելով, թե ինչպես է նա պայքարում սիրտը պաշտպանելու իրեն հնարավորություն տալու միջ, ապացուցելու, որ տարբեր է, Արմենը հասկացավ, որ նրա վստահությունը շահելը կլինի իր կյանքի ամենակարևոր, ամենադժվար բանակցությունը։ Բայց առաջին անգամ դա մի բանակցություն էր, որը նա իսկապես ուզում էր հաղթել, ոչ թե իշխանության կամ շահույթի համար, այլ շատ ավելի պարզ, շատ ավելի խորը մի բանի համար՝ պատկանելու հնարավորության։ Հաջորդ ամիսները փոխեցին Արմենի կյանքն այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել։ Այն մարդը, որն ապրում էր օթորակվող գրասենյակում փակված, որը հաջողությունը չափում էր թվերով կարողությամբ, սկսեց բացահայտել բոլորովին այլ տիեզերք։ Նա սովորեց, որ շաբաթ առավոտը ոչ թե մինչ ուշ քնելու հետո մարզասրահ գնալու համար է, այլ վաղ արթնանալու Նարեին թաղամասի հացի փուր տանելու, որտեղ նա սիրում էր ընտրել իր ուզած հացը։ Սովորեց, որ երկուշաբթի երեկոյան տնային աշխատանքներին օգնելու օրն է, նույնիսկ եթե երկրորդ դասարանի մաթեմատիկան զարմանալիորեն ավելի բարդ էր, քան նա հիշում էր։ Սովորեց, որ հինգշաբթի օրը Մարինեն ավելի հոգնած է գալիս, որովհետև մանկավարժական խորհրդի նիստ է ունենում, ուստի սկսեց հայտնվել նրա սիրած ռեստորանից պատրաստի ընթրիքով, ոչ մի շքեղ բան, պարզապես մի պարզ հոգատարություն, որը ստիպում էր նրա աչքերին երախտագիտությամբ փայլել։ Արմենի ներկայությունն այնքան աստիճանաբար դարձավ առօրյայի մաս, որ ոչ ոք հստակ չնկատեց, թե երբ նա դադարեց լինել Գայանե մորաքրոջ ընկերը, դարձավ պարզապես Արմեն, մեկը, ով այնտեղ էր, ով կարոր էր, ով մաս էր կազմում։ Նարեն սկսեց նկարներ պահել, նրան ցույց տալու համար, անեկդոտներ պատմել, որոնք սովորել էր դպրոցում, սպասելով տեսնել նրա ծիծաղը, հարցնել նրա կարծիքը փոքր ու մեծ բաների մասին։ Եվ Արմենը, որը երբեք երեխայի վստահությունը չէր ստացել, որը երբեք բավականաչափ կարող չէր համարվել այդ փոքր գաղտնիքների համար, ամեն անգամ սիրտը սեղմվում էր։ Մարինեն, իր հերթին, պայքարում էր հակասական զգացմունքների հետ։ Նրա ռացիոնալ մասը, այն մասը, որը դավաճանվել լքվել էր, դեռ միշտ բաց էր պահում ելքի դուռը, դեռ սպասում էր այն պահին, երբ Արմենը կհոգնի կգնա։ Բայց սրտի մասը, այն մասը, որը նա 7 տարի փակել էր, սկսում էր փոքր ճեղքեր բացել։ Նա նկատում էր, թե ինչպես է Արմենը նայում Նարեին, քնքշության զարմանքի խառնուրդով, կարծես ինչ-որ կախարդական բան էր բացահայտում։ Նկատում էր, թե ինչպես է նա իսկապես լսում, երբ ինքը խոսում էր դպրոցի դժվար օրվա, խնդրահարույց աշակերտի, անարդար տնօրենի, չհասնող աշխատավարձի մասին։ Նա չէր փորձում ամեն ինչ փողով լուծել, հեշտ լուծումներ չէր առաջարկում։ Պարզապես լսում էր, հաստատում, ներկա էր։ Եվ դա, Մարինեն բացահայտում էր, ավելին արժեր, քան ցանկացած թանկարժեք նվեր։ Մի ուժեղ անձրոտ գիշեր, այգում առաջին հանդիպումից 3 ամիս անց, ամեն ինչ փոխվեց։
Նարեն արթնացավ ամպրոպից վախեցած, լաց լինելով, մորը կանչելով։ Մարինեն վայրկյանների ընթացքում սենյակում էր, հանգստացնում էր աղջկան, բայց Նարեն այնպես էր վախեցած, ինչպես տարիներ շարունակ չէր եղել։ Մարինեն զանգահարեց Արմենին առանց շատ մտածելու, գիշերվա 11-ն էր, նա հավանաբար քնած էր կամ աշխատում էր, բայց նրան օգնություն էր պետք, առանց նկատելու նա դարձել էր առաջին մարդը, ում մասին նա մտածեց։ Արմենը պատասխանեց երկրորդ զանգին, ձայնն անմիջապես զգոն։ Մարինե՞, ինչ-որ բան է պատահել։ Ներիր, որ այսքան ուշ եմ զանգում, պարզապես Նարեն շատ է վախեցել փոթորկից, ես չեմ կարողանում նրան հանգստացնել, ես գիտեմ, որ շատ բան եմ խնդրում, բայց դու կարող էիր։ Արդեն գալիս եմ, ասաց Արմենը, նույնիսկ թույլ չտալով, որ նա ավարտի նախադասությունը։ Նա հասավ 20 րոպեից, թրջված, որովհետև շտապելիս մոռացել էր հովանոցը, ձեռքին պլաստիկ տոպրակ։ Մարինեն դուռը բացեց, նա ուղիղ մտավ Նարեի սենյակ, որտեղ աղջիկը գծկվել էր մահճակալին, յուրաքանչյուր ամպրոպի ձայնից ականջները փակելով։ Արմենը նստեց մահճակալի եզրին, տոպրակից հանեց մի փոքրիկ լապտեր մի գիրք։ Բար, Նարե։ Մայրդ ինձ պատմեց, որ դու վախենում ես ամպրոպներից։ Երբ ես փոքր էի, մայրս ինձ մի գաղտնիք պատմեց փոթորիկների մասին։ Ուզում ես իմանալ։ Նարեն նայեց նրան լացից կարմրած աչքերով, բայց հետաքրքրասիրությամբ գլխով արեց։ Արմենը միացրեց լապտերը, սենյակի մթության մեջ ստեղծելով լույսի փոքրիկ շրջանակ։ Նա ասում էր, որ ամպրոպն այն ձայնն է, որն ամպերն են հանում, երբ երկինքն են կարգի բերում։ Գիտես, երբ մենք սենյակն ենք հավաքում, երբեմն ինչ-որ բան ենք գցում կամ կահույքը տեղաշարժելիս աղմուկ ենք անում։ Նույն բանն է։ Ամպերը վերում աշխատում են, ամեն ինչ կարգի են բերում, որ հաջորդ օրը գեղեցիկ ու արոտ լինի։ Իսկ կայծակն այն լույսն է, որը նրանք օգտագործում են տեսնելու համար, երբ աշխատում են։ Այդ պատճառով միշտ փոթորիկ է լինում ամենագեղեցիկ օրերից առաջ։ Նարեն կարծես մտածեց այդ մասին, շնչառությունը դեռ հաճախակի, բայց արդեն ավելի հանգիստ։ Բայց շատ աղմկոտ է։ Այո, այդպես է։ Բայց գիտես ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք այստեղ, ներսում, մի ուրիշ աղմուկ ստեղծել, մի լավ աղմուկ, որն ավելի ուժեղ լինի, քան ամպրոպը։ Ինչ կասես, եթե մենք ինչ-որ բան երգենք։ Ինչ երգենք։ Արմենը նայեց Մարինեին, օգնություն փնտրելով։ Նա նստեց մահճակալի մյուս կողմում, սկսեց ցածրաձայն երգել մի մանկական երգ, որը Նարեն սիրում էր։ Արմենը երգը չգիտեր, բայց փորձեց ձայնակցել։ Նրա ձայնը գեղց էր, բառերը սխալ էին դուրս գալիս, բայց նա մինույնը երգում էր։ Նարեն սկսեց ծիծաղել նրա սխալներից, կամաց-կամաց վախը տեղը զիջեց ծիծաղին։ Երբ փոթորիկը վերջապես անցավ, Նարեն հանգիստ քնած էր երկու մեծահասակների մեջ, բռնած նրանցից յուրաքանչյուրի ձեռքը։ Արմենն ու Մարինեն նստած մնացին մթության մեջ, լսելով աղջկա հանգիստ շնչառությունը, մինչ Մարինեն շշնջաց. Շնորհակալություն, որ եկար։ Պարտավոր չէիր։ Ես ուզում էի, պատասխանեց Արմենը նույն ցածր տոնով։ Երբ դու զանգեցիր, ես միայն կարողացա մտածել այստեղ հնարավորինս արագ հասնելու մասին։ Այստեղ լինելու ձեզ համար։ Մարինեն նայեց նրան միջանցքից եկող թույլ լույսի տակ, տեսավ դեռ թաց հագուստը, խառնված մազերը, անկեղծ հոգատարության արտահայտությունը։ Եվ նրա ներսում ինչ-որ բան վերջապես տեղի տվեց, այն վերջին պաշտպանական պատնեշը, որը նա կանգուն էր պահել։ Նա հասկացավ, որ սիրահարվել է այդ անհավանական տղամարդուն, այդ հարուստ գործարարին, որը պատահաբար հայտնվել էր իրենց կյանքում մնացել էր ընտրությամբ։ Արմեն, ես պետք է քեզ մի բան ասեմ, ասաց նա, երբ դուրս եկան սենյակից գնացին հյուրասենյակ, դուռը կիսաբաց թողնելով, եթե Նարեն արթնանա։ Ես վերջին ամիսներն անցկացրել եմ, սպասելով, որ դու գնաս։ Սպասելով այն պահին, երբ դու կհոգնես, երբ նորույթը կանցնի, երբ դու կհասկանաս, որ սա այն չէ, ինչ դու ուզում էիր։ Բայց դու չգնացիր։ Դու մնացիր։ Հայտնվեցիր, երբ Նարեն գրիպով հիվանդ էր, ամբողջ կեսօրն այստեղ անցկացրիր, ընկերակցելով։ Հայտնվեցիր, երբ ես հուսահատված էի ուշացած լույսի վարձից, թե ես չխնդրեցի, դու օգնեցիր, բայց արեցիր դա այնպես, որ ողորմություն չթվա, այլ հոգատարություն։ Դու սովորեցիր բլիթ պատրաստել այնպես, ինչպես Նարեն է սիրում, վրան հալած շոկոլադով։ Դու հիշում ես նրա ընկերուհիների անունները, ուսուցիչներին, այն առարկաները, որոնցից նա դժվարանում է։ Դու կատարյալ չես, դեռ մի քիչ անհարմար ես երեխայի հետ, դեռ կորչում ես, երբ Նարեն քմահաճություն է անում, դեռ շատ լավ չգիտես, թե ինչպես է աշխատում տան առօրյան։ Բայց դու փորձում ես։ Եվ դու մնում ես։
Նույնիսկ երբ դժվար է, նույնիսկ երբ ձանձրալի է, նույնիսկ երբ ոչ մի գլամուրային բան չկա։ Դու մնում ես։ Արմենը նայեց նրան, սիրտը ուժեղ բաբախելով։ Մարինե, ես մնում եմ, որովհետև այստեղ է, որտեղ ես ուզում եմ լինել։ Ես 42 տարի իմ կյանքից կայսրություն եմ կառուցել, փող եմ կուտակել, ապացուցել, որ ուժեղ եմ ու հաջողակ։ Եվ ես հասա այդ ամենին։ Բայց դա դատարկ էր։ Դա նման էր գեղեցիկ, բայց անկենդան լուսանկարում ապրելուն։ Երբ ես ձեզ հանդիպեցի, երբ առաջին անգամ մտա այս տուն, ես հասկացա, թե ինչն էր պակասում։ Դա ավելի շատ փող չէր, ավելի շատ իշխանություն չէր, ավելի շատ բիզնես չէր։ Դա սա էր, ինչ-որ բանի պատկանել ունենալ մեկին, ում համար կարող է ես կգամ, թե ոչ ունենալ արթնանալու պատճառ, բացի հանդիպումներից ու պայմանագրերից։ Դա դուք էիք։ Մարինեն զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով։ Ես վախենում եմ, Արմեն։ Վախենում եմ նորից հավատալ, պաշտպանությունս լիովին իջեցնել։ Վախենում եմ, որ մի օր դու կարթնանաս կհասկանաս, որ սա բավարար չէ, որ մենք բավարար չենք։ Արմենը վերցրեց նրա ձեռքերը, ամուր բռնելով։ Դու Նարեն ավելին եք, քան բավարար։ Դուք ամեն ինչ եք։ Եվ ես գիտեմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու, գիտեմ, որ կսխալվեմ, գիտեմ, որ այն կատարյալ հայրը չեմ, որը Նարեն խնդրել էր նամակում։ Բայց ես ուզում եմ փորձել։ Ուզում եմ այստեղ լինել, երբ նա առավոտյան արթնանա, ուզում եմ օգնել տնային աշխատանքներին, ուզում եմ դպրոցի դռան մոտ լինել, երբ նա դուրս գա, ուզում եմ քեզ հետ կիսել նրան մեծացնելու, հոգ տանելու, դաստիարակելու, սիրելու բեռը։ Ես սիրահարվել եմ ձեզ երկուսիդ, Մարինե։ Եվ ես գիտեմ, որ դու դեռ վախենում ես, բայց խնդրում եմ, ինձ հնարավորություն տուր ապացուցելու, որ ես չեմ գնա։ Մարինեն նայեց այն տղամարդուն, որը մտել էր իրենց կյանք մոլորված նամակի պատճառով, որն ընտրել էր մնալ, չնայած ոչ մի պարտավորություն չունենալուն, որը սովորել էր սիրել զրոյից։ Եվ վերջապես, 7 տարվա մեջ առաջին անգամ, նա թույլ տվեց, որ սիրտը հաղթի վախին։ Ես էլ եմ քեզ սիրահարվել, Արմեն։ Այս տղամարդուն, որն առանց զգուշացման հայտնվեց իմ կյանքում կամաց-կամաց զբաղեցրեց տարածքներ, որոնց դատարկ լինելու մասին նույնիսկ չգիտեի։ Ես քեզ սիրում եմ։ Եվ ես վախենում եմ դրանից, բայց այլս չեմ կարող ծածնել, թե չեմ զգում։ Նրանք համբուրվեցին այնտեղ, փոքրիկ ու պարզ հյուրասենյակում, դրսում անձրի ձայնը մեղմանում էր, քաղաքը քնած էր։ Դա մի համբույր էր, որը կնքեց խոստում, որը փակեց մի շրջան, որը բացեց ապագա։ Երբ բաժանվեցին, Արմենն ամուր գրկեց Մարինեին, տասնամյակների ընթացքում առաջին անգամ զգալով, որ տանն է, որ գտել է իր տեղն աշխարհում։ Հաջորդող օրերը բերեցին բնական օրգանական փոփոխություններ։ Արմենը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել բնակարանում, այնտեղ որոշ հագուստ պահել, լոգարանում ատամի խոզանակ ունենալ, կիրակի առավոտյան հայտնվել ընդհանուր նախաճաշի համար։ Նարեն նկատեց փոփոխությունը, երեխաներին բնորոշ տարօրինակ իմաստությամբ, հասկացավ առանց բացատրության, որ Արմենը դարձել է ավելին, ինչ-որ կարոր, ինչ-որ մշտական բան։ Մի շաբաթ օր, ամանորից 2 ամիս առաջ, Նարեն գտավ նամակը։ Նա գունավոր մատիտ էր փնտրում Արմենի աշխատասենյակում, նա սկսել էր մի քանի ժամ տնից աշխատել, որպեսզի ավելի շատ ներկա լինի, դարակի խորքում գտավ այն ճմրթված ծրարը։ Նա անմիջապես ճանաչեց իր սեփական ձեռագիրը, իր արած նկարը, իր գրած բառերը։ Արմեն, սա ի՞նչ է, հարցրեց նա, թուղթը զգուշությամբ բռնած, կարծես դա փխրուն մի բան լիներ։ Արմենը սառեց։ Նա Մարինեն պայմանավորվել էին Նարեին նամակի մասին պատմել, երբ նա ավելի մեծ լինի, երբ կարողանա ավելի լավ հասկանալ։ Բայց պահը եկել էր ծրագրվածից շուտ։ Նա նայեց Մարինեին, որը հայտնվել էր աշխատասենյակի դռան մոտ, լսելով աղջկա հարցը։ Նա դանդաղ գլխով արեց, լուր թույլտվություն տալով։ Արմենը ծնկի իջավ Նարեի առաջ, նրա հասակին հավասարվելով։ Սա այն նամակն է, որը դու անցյալ տարի գրել էիր ձմեռ պապին, հիշում ես։ Այն պատահաբար հայտնվեց իմ սեղանին, Գայանե մորաքրոջ թղթերի հետ խառնված։ Եվ երբ ես կարդացի, երբ տեսա, թե ինչ էիր խնդրում, իմ մեջ ինչ-որ բան փոխվեց։ Դու իմ նամակը կարդացել ես, հարցրեց Նարեն, աչքերը լայն բացած։ Կարդացել եմ։ Եվ շատ հուզվեցի նրանից, ինչ դու գրել էիր։ Դու խնդրել էիր մի հայրիկ, որը կմնա, որը ձեզ կսիրի, որը ներկա կլինի։ Եվ ես, որն ամբողջ կյանքս մենակ եմ անցկացրել, որը չգիտեի, թե ինչ է իսկական ընտանիք ունենալը, հասկացա, որ կորցնում եմ աշխարհի ամենակարևոր բանը։
Այդ ժամանակ ես խնդրեցի ծանոթանալ ձեզ հետ։ Եվ ձեզ հետ ծանոթանալով ես բացահայտեցի, թե ինչ է սերը, ինչ է պատկանելը, ինչ է ամեն օր երջանիկ արթնանալու պատճառ ունենալը։ Նարեն նայեց նամակին, վերջում դատարկ տարածությամբ հարցական նշանով նկարին։ Հետո նայեց Արմենին, Մարինեին, նորից թղթին։ Ուրեմն դու իմ նամակի պատճառով ես եկել։ Դու ձմեռ պապի պատասխանն ես։ Արմենը զգաց, թե ինչպես կոկորդը սեղմվեց։ Ես չգիտեմ, թե դա հենց այդպես է։ Ես կարծում եմ, որ ձմեռ պապը պարզապես նամակը ճիշտ տեղն է դրել, իսկ ես որոշում եմ կայացրել հայտնվելու մնալու։ Բայց եթե դու ուզում ես այդպես մտածել, որ այո, ես պատասխանն եմ, ապա ես ամեն ինչ կանեմ, որ լինեմ այն հայրը, որին դու արժանի ես։ Դու ուզում ես իմ իսկական հայրը լինել, հարցրեց Նարեն, ձայնը փոքր, հույսով լի, բայց դեռ վախենալով հավատալ։ Ես ուզում եմ։ Եթե դու ինձ ընդունես։ Եթե մայրդ ինձ ընդունի։ Ես ուզում եմ պաշտոնապես այս ընտանիքի մասը դառնալ։ Ուզում եմ, որ երբ դու ձեզ նկարես, ես էլ այնտեղ լինեմ նկարում, առանց հարցական նշանի։ Նարեն նայեց Մարինեին, որը լուռ լաց էր լինում, հենված դրան շրջանակին։ Մայրիկ, դու էլ ես ուզում, որ Արմենը մեր հայրը լինի։ Մեր իսկականը։ Մարինեն ծնկի իջավ Արմենի կողքին, բռնելով աղջկա ձեռքը։ Ես ուզում եմ, սիրելիս։ Ես սիրահարվել եմ նրան։ Եվ ես գիտեմ, որ դու էլ նրան շատ ես սիրում։ Բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե դու ուզենաս, եթե դու քեզ հարմարավետ զգաս դրանից։ Նարեն մի քանի վայրկյան լուռ մնաց, որոնք հավերժություն թվացին։ Հետո նա պարզապես նետվեց երկուսի գիրկը, ամուր գրկելով։ Ես ուզում եմ։ Շատ եմ ուզում։ Ես ձմեռ պապին խնդրեցի, նա Արմենին ուղարկեց։ Հիմա մենք իսկական ընտանիք կլինենք։ Արմենն ու Մարինեն գրկախառնվեցին Նարեի հետ, երեքն էլ լաց էին լինում, ծիծաղում, իրար սեղմում։ Դա պարզ, բայց հսկայական պահ էր, այն պահը, երբ նկարի այն դատարկ տարածությունը վերջապես լրացվել էր, երբ նամակը, որը խնդրել էր մի հայրիկ, որը կմնա, գտել էր իր պատասխանը։ Երբ ամանորը եկավ, 2 ամիս անց, Արմենը պաշտոնապես ապրում էր Մարինեի Նարեի հետ։ Նա վաճառել էր կենտրոնի ձեղնահարկը, այն սառը դատարկ բնակարանը, որը երբեք տուն չէր եղել, գնել էր ավելի մեծ տուն մոտակա թաղամասում, որտեղ Նարեն մեծ սենյակ կունենար, որտեղ Մարինեն իր արվեստանոցը կունենար նկարելու համար, որտեղ նրանք կարող էին միասին հիշողություններ կառուցել։ Նա կրճատել էր աշխատանքային բեռը, ավելի շատ պարտականություններ էր պատվիրակել, սովորել էր, որ ներկա լինելն ավելին արժե, քան մեկ գործարք կնքելը։ Ամանորի առավոտյան երեքով վաղ արթնացան։ Հյուրասենյակում զարդարված տոնածառ կար, տակը նվերներ, խոհանոցից գաթայի թարմ սուրճի հոտ էր գալիս։ Դրանք պարզ նվերներ էին, խնամքով ընտրված։ Համաստեղությունների մասին գրքեր Նարեի համար, որը սիրահարվել էր աստղագիտությանը, նկարչական պարագաներ Մարինեի համար, որը տարիներ անց վերադարձել էր նկարչությանը, երեքի միասին շրջանակված լուսանկար Արմենի համար։ Բայց ամենաթանկ նվերը մի փոքրիկ ծրարի մեջ էր, որն Արմենը տվեց Մարինեին Նարեին միասին։ Ծրարի մեջ 3 թուղթ կար։ Որդեգրման դիմում, որն Արմենը ներկայացրել էր, պաշտոնապես խնդրելով դառնալ Նարեի օրինական հայրը, 2 հրավեր մի ուղղորության համար, որը նա ծրագրել էր։ Մի շաբաթ ծովափին, հենց այն ծովափին, որտեղ Մարինեն Նարեն տարիներ առաջ գնացել էին, որը Նարեի սենյակում փակցված լուսանկարում էր։ Ես չեմ կարող ձեզ տալ այն տարիները, որոնց ընթացքում ես ներկա չեմ եղել։ Չեմ կարող ջնջել անցյալը կամ փոխհատուցել կորցրած ժամանակը։ Բայց կարող եմ խոստանալ, որ այսուհետ ես այստեղ կլինեմ ամեն ինչի համար։ Դպրոցական միջոցառումների, փոթորկոտ գիշերների, դժվար օրերի, ձեռքբերումների, վախերի, ուրախությունների համար։ Ես այստեղ կլինեմ։ Որովհետև դուք իմ ընտանիքն եք։ Իսկ ընտանիքի հետ մենք ընտրում ենք մնալ։ Նարեն այնքան ուժեղ գրկեց Արմենին, որ նա գրեթե կորցրեց հավասարակշռությունը։ Դու լավագույն նվերն ես, որ ձմեռ պապը կարող էր ուղարկել։ Ավելի լավ, քան ցանկացած խաղալիք։ Մարինեն համբուրեց Արմենին, երկար ու քաղցր համբույր, շշնջաց նրա ականջին։ Դու մեզ փրկեցիր, գիտես։ Ոչ թե փողով, ոչ թե թանկարժեք նվերներով, այլ ներկայությամբ։ Դու մեզ փրկեցիր մի կյանքից, որտեղ մենք լավ էինք, բայց մենակ էինք։ Հիմա մենք քեզ ունենք։ Եվ դու մեզ ունես։ Այդ գիշեր, երբ Նարեն քնեց, հոգնած այդքան ուրախությունից, Արմենն ու Մարինեն նստեցին նոր տան պատշգամբում, նայելով աստղալից երկնքին։
Արմենը մտածեց գրեթե 1 տարի առաջ ստացած նամակի մասին, 7 տարեկան աղջկա այն պարզ խնդրանքի մասին, որը պարզապես ուզում էր մի հայրիկ, որը կմնա։ Նա ամբողջ կյանքը մտածել էր, որ հաջողությունը չափվում է փողով, իշխանությամբ, նյութական ձեռքբերումներով։ Բայց այնտեղ, նստած իր սիրելի կնոջ կողքին, իմանալով, որ տան ներսում մի երեխա է քնած, որն իրեն հայրիկ է կոչում, նա հասկացավ, որ գտել է հաջողության իսկական իմաստը՝ պատկանել, սիրված լինել, ամեն օր երախտագիտությամբ արթնանալու պատճառ ունենալ։ Նարեի նամակը ձմեռ պապին խնդրել էր մի հայրիկ, որը կատարյալ չլինի, պարզապես մեկը, որը նրանց կսիրի կմնա։ Եվ Արմենը դարձել էր հենց դա, ոչ կատարյալ, դեռ սովորող, դեռ երբեմն սխալվող, բայց ներկա մշտական սիրահարված։ Նա սովորել էր, որ ամենամեծ ներդրումը, որը տղամարդը կարող է անել, ոչ թե բաժնետոմսերի կամ անշարժ գույքի մեջ է, այլ հարաբերությունների, կիսված պահերի, կարևոր պահին ներկա լինելու մեջ։ Իսկ Մարինեն, որը 7 տարի պատեր էր կառուցել սրտի շուրջ, սովորել էր, որ նորից սիրելը հնարավոր է, որ ոչ բոլոր տղամարդիկ են լքում, որ երբեմն կյանքի լավագույն բաները գալիս են ամենաանհավանական ճանապարհներով։ Նա գտել էր ոչ միայն ուղեկից, այլ իսկական գործընկեր մեկին, ով իր հետ կիսում էր կյանքի բեռը, ով գնահատում էր իր աշխատանքը որպես ուսուցչուհի, ով իրեն տեսնում էր ոչ թե որպես մեկի, ում պետք է փրկել, այլ որպես այն ուժեղ անհավանական կնոջ, որը նա էր։ Եվ Նարեն, այն 7 տարեկան աղջիկը, որը նամակ էր գրել, խնդրելով անհնարինը, սովորել էր, որ երբեմն խնդրանքները կատարվում են ոչ թե կախարդանքով, այլ 3 մարդկանց քաջությամբ, դիմակայելու իրենց վախերին, վերքերին, անվստահությանը ընտրելու միասին նոր բան կառուցել։ Տարիներ անց, երբ Արմենը հետ նայեր, նա ճշգրտությամբ կկարողանար նշել այն պահը, երբ իր կյանքը փոխվել էր։ Դա այն չէր, երբ նա կնքեց իր առաջին մեծ գործարքը, ոչ այն, երբ գնեց շքեղ ձեղնահարկը, ոչ այն, երբ տեսավ իր անունը երկրի ամենահարուստ գործարարների ցուցակում։ Դա այն ամանորյա գիշերն էր, երբ մի ճմրթված ծրար ընկավ նրա սեղանի կենտրոնում, նա քաջություն ունեցավ բացելու, կարդալու, ընտրելու մնալ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Մարինեի, Նարեի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո ընտանիքի նոր սկիզբների այս ճանապարհորդությունից, ցեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Երբ Արմենը ստացավ նամակը, երբ նա հայտնվեց փոթորկի ժամանակ, այն պահը, երբ Նարեն բացահայտեց, որ նա իր խնդրանքի պատասխանն է եղել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ իսկական սերը ոչ թե մեծ ժեստերի, այլ ամենօրյա փոքր ներկայությունների, դժվար պահին մնալու ընտրության, կոտրվելուց հետո վերականգնվելու քաջության մեջ է։ Կիսվեք այս պատմությամբ մեկի հետ, ով պետք է հավատա, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար, որ ընտանիքն ընտրում են, որ երբեմն այն, ինչը պատահականություն է թվում, տիեզերքի դավադրությունն է, ճիշտ մարդկանց ճիշտ տեղում դնելու համար։ Գրեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, արդյոք դուք ապրել եք կամ ճանաչում եք նմանատիպ պատմություն։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեզ, կստիպի հավատալ իսկական սիրո փոխակերպող ուժին։